Կույս Վարվարայի լեգենդը, մաս երկրորդ։ Վարվարան ժայռուն գտավ ապաստան, քարերը նրան անկողին դարձան, ու մոմեր վառեց, տիրոջն անդադար, ժայռը դարձրեց աղոթքի տաճար։ Կույսի արցունքից ու սուրբ հավատքից մի աղբյուր բացվեց լեռան խորքերից, մամռոտ պատերը ջրով ցողվեցին և անմեղության կանթեղ վառեցին, աստվածային ուժ աղջկան պատեց, քարայրում բխած ջրից ամոկվեց, մարմնի ու հոգու ցավը հանդարտվեց և մի քանի օր նա հանգիստ ապրեց։ Մինչդեռ Վարվարան լեռան սուրբ սրտում ողորմած Աստծո լույսն էր վայելում, խելագար հայրը վրեժով լցված հանդ ու չոլերն էր չափում կատաղած, քարայր մտնելու ելքն էր որոնում, գազանի նման գոռում, մռնչում։ Այդ նույն ժամանակ երկու հովիվներ ոչխարի հոտը հանել էին սարեր, տեսել էին ինչպես քարափը կիսվել, փախչող աղջկան ներսում թաքցրել, գիտեին գաղտնիքը Աստծո հրաշքի և որն էր մուտքը այդ սուրբ քարայրի։ Երբ հովիվներին հայրը նկատեց, թուրը ճոճելով նրանց մոտ վազեց, պահանջեց հայտնել տեղը աղջկա, թե չէ կսպանի նրանց անխնա։ Մեկը բարի էր, խղճաց ու լռեց, մյուսը ձեռքով մուտքը ցույց տվեց։ Աստծո պատիժը սակայն չուշացավ, մատնիչը իսկույն տեղում քարացավ, իսկ հոտը նրա մորեխներ դարձան, լեռան լանջերի ծակերը մտան։ Դիոսկորոսն էլ քարայրն էր խուժեց, ձեռքերն աղջկա շղթայով կապեց, մազերից բռնած նրան դուրս հրեց, հայրական սերը սրտից արտաքսեց, բերեց աղջկան ու զնդան նետեց, հալածանքների ու կտանքների նրան ենթարկեց։ Շղթայված մարմնով զնդանի խորքում Վարվարան Աստծուն աղոթք էր անում, անգութ հոր համար ներում էր խնդրում, լալիս էր ցավից, տխուր հառաչում։ Նա չէր վախենում չարչարանքներից, ոչ էլ մոտեցող դաժան մահվանից, խելագարվում էր աղջիկն այն մտքից, որ հայրն էր դարձել դահիճ ամենքից, որպեսզի կույսին հավատքից զրկեն ու տանջանքներով երկդարձի բերեն, կոշտ մտրակներով նրան ծեծեցին, կրակի ջահերով մարմինն այրեցին, երկաթյա կեռերով կողերը քերեցին, հանրության առջև լրիվ մերկացրին, սակայն Աստծո լույսն իջավ ու ծածկեց, անմեղ աղջկան ամոթից փրկեց, խոշտանգված, ծեծված, այդպես թողեցին զնդանի խոնավ սառը քարերին, որպեսզի հյուծվի ու քաղցից մեռնի, ազնվական հոր պատիվը փրկվի։ Գիշերվա կեսին սակայն զնդանում լույսի շող փայլեց սև մութ խավարում, Հիսուսը հանկարծ իջավ երկնքից, իր սուրբ ձեռքերով բուժեց վերքերից, և լուսաբացին, երբ հայրը դաժան ներս մտավ նորից մութ ու խոր զնդան, աղջկան տեսավ նա առողջացած, վերք ու սպիից լրիվ ազատված։ Հոր սիրտը նորից սակայն քարացավ, աղջկան դեպի դատարան տարավ, այնտեղ փորձեցին նրան համոզել իրենց կուռքերին մինչ մահ ծառայել, սակայն Վարվարան սուրբ հավատքն ընտրեց և ծանր մահվան նա դատապարտվեց։ Հայրը մոլեգնած գոչեց այծյանում, որ աղջիկ չունի ինքն այս աշխարհում, ու վայրագորեն աղջկան քաշեց, բարձր բլուրի գագաթն ասրեց, առանց խղճի խայտ թուրը բարձրացրեց և Վարվարայի գլուխը կտրեց։ Այդ պահին սակայն որոտը պայթեց,
Միահեղ կայծակ վերևից շանթեց ու դահի չորը իսկույն մոխրացրեց, մորթված աղջկա Արյանը խառնեց, իսկույսի հոգին երկինք բարձացավ, Աստծո դրախտում իր տեղը գտավ, Արայի լեռան քարանձավն էլ խոր, ուր պատսպարվեց Վարվարան անզոր, դարձավ սրբավայր ու հույսի աշխարհ, օրհնության աղբյուր դարերի համար։ Կույսի արցունքից լեռը սրբացավ, աղոթքի տաճար ուխտատեղ դարձավ, այնտեղ են գալիս մարդիկ հավատքով, որպիսի բուժվեն կենարար ջրով, որպես ուխտավոր ես էլ գնացի, լեռան տաճարում մոմեր վառեցի, սրբի արցունքով դեմքս ցողեցի, այս պատմությունն էլ սիրով գրեցի 2026 թվական 26 հունիսի